Ես իմ մթին կարոտն այնպես գիտեմ, ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին։ Իմ իսկ շարժումները ես չեմ տեսնում, իրերն իրենց տեսքը թաքցնում են ինձնից, բայց անսխալ արդեն և անսայթակ ես շարժվում եմ այնտեղ, ապրում այնտեղ։ Գուցե այն ինքնալար ժամացույցի նման, որ իսլաքները պոկելուց էլ հետո աշխատում է դարձյալ, ցույց չտալով այլևս ոչ րոպե և ոչ էլ ժամ, ու ճոճվելով մթան և մենության միջև ես կարոտն եմ ուզում տարալուծել, քիմիկոսի նման, որ հասկանամ բնությունը նրա և խորհուրդը խորին։ Իմ ձգտումի վրա, ջանքիս վրա հեռվից քրքջում է ջուրը ջրհորդանի, անասելի հեռվից, անլսելի հեռվից։ Մի քաղքենի թռչուն հեղուկ գեղգեղանքով իր խեղճ գոյությունն է երկդարձնում ամբար, անլսելի հեռվից, անորսալի հեռվից։ Բառերը սկսում են անձս վիրավորել, որովհետև նրանք ինձ են արձագանքում, անորսալի հեռվից, աններելի հեռվից։ Պատից պատ եմ քայլում, և քայլերիս ձայնը թվում է, թե շատ է հեռվից գալիս, աններելի հեռվից, անկարելի հեռվից։ Թեպետ կույր չեմ բնավ, սակայն շուրջս նայում ու չեմ տեսնում ոչինչ, որովհետև հաճախ մեր աչքերը ջոկվում, պոկվում մեզնից ու գնալով գնում և հասնում են այնտեղ, որտեղից մենք հիմա շատ ենք հեռու, անկարելի հեռու, անհնարին հեռու։ Մենք ինքներս վազում մեր հետևից ու չենք կարողանում ինքներս մեզ հասնել, ու չենք կարողանում ինքներս մեզ հասնել։ Եվ հենց դա չէ՞ արդյոք, որ կոչվում է կարոտ։